Junius ֆինանսական գրագիտության մրցույթի մրցանակակիրներն են։ Ֆինանսական գիտելիքներ, հետաքրքիր պայքար ու անմոռանալի էմոցիաներ։ Տարբեր տարիքային խմբերում առաջինից երրորդ հորիզոնականները զբաղեցրած երեխաները պարգևատրվեցին Իդրամ ընկերության կողմից։ Իրենց տարիքային խմբից բարձր խմբում մրցանակային տեղ զբաղեցրած մասնակիցներն էլ խրախուսական նվերներ ստացան՝ պլանշետ, PlayStation, նվագարկիչ, նվեր-քարտեր։ Մրցանակները բազմապիսի են ու էլ ավելի մոտիվացնող։ Ուրախալի է, որ երեխաների հետաքրքրությունը գնալով աճում է Junius խաղի նկատմամբ եւ նրանք ավելի շատ գիտելիքներ են ձեռք բերում ֆինանսական գրագիտությունից եւ հենց այդ պատճառով էլ մենք օգոստոս ամսին եւս, քանի դեռ երեխաները ազատ են, դասերով ծանրաբեռնված չեն, հայտարարելու ենք եւս մեկ մրցափուլ։ Իդրամ ընկերության համար այս ծրագիրը առանձնահատուկ նշանակություն ունի։ Սա յուրօրինակ հարթակ է, որտեղ երեխաները վաղ տարիքից քայլ են անում դեպի ֆինանսական գրագիտություն, իրենց ժամանցը դարձնելով առավել բովանդակալից, օգտակար ու հետաքրքիր։ Junius-ով խաղալը ինձ սովորեցնում եմ պաշտպանվեմ ֆինանսական խարդախությունից։ Երբ որ կարդացին իմ անունը, որ ես գրավել եմ երկրորդ տեղը 6-րդ դասարանում, շատ ուրախություն զգացի։ Junior-ը ինձ սովորեցնում է, որ մաթեմատիկայի աշխատանքները ավելի արագ կատարեմ։ Junius մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի 3-ից 8-րդ դասարանի բոլոր աշակերտները։ Մրցույթում հաղթելու համար պետք է անցնել խաղի 50 մրցափուլերը հնարավորինս արագ եւ կուտակել առավելագույն միավորներ։ Երեխաները ձեռք են բերում ֆինանսական գրագիտության գիտելիքներ, նաեւ մաթեմատիկական խնդիրներ են լուծում, մարզում են ուղեղը եւ սա կարծում եմ ամառային արձակուրդներն անցկացնելու հրաշալի տարբերակ է։ Մրցույթի կանոնները պարզ են։ Մասնակիցը պետք է ընտրի իր տարիքային դասարանն ու մրցակցի տարեկիցների հետ։ Մրցանակներին հավակնելու համար անհրաժեշտ է, որ երեխայի հաշիվը Իդրամ Junior հավելվածում նույնականացված լինի ծնողի կողմից։ Իսկ ավարտված մրցափուլի հաղթողներն արդեն տուն են վերադառնում տպավորիչ նվերներով, վառ էմոցիաներով ու ֆինանսների աշխարհը ավելի խորությամբ ուսումնասիրելու մեծ ձգտումով։